Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև հետեական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, երազներ եմ մեկնաբանում, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, ես մարդկանց ընդունում եմ իմ տան մեջ, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղի եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Գրանցվեք, որպեսզի այդ իմ տված կանխատեսումներից, հմայախոսություններից և ծիսակարգերից կարողանաք օգտվել։ Այժմ ցանկանում եմ սիրելիներս ուղիղ եթերի ընթացքում կատարել կանխատեսում 2025 թվականի հունիս ամսվա համար կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար։ Տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի հունիս ամսին խոյ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի խոյերի համար։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի անձնական ոլորտում 2025 թվականի հունիս ամսին։ Սիրելի խոյեր, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, հնարավորություններ, երազանքների նպատակների կատարում, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի խոյեր, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձեր բացահայտվում եք, ձեր անձնական ոլորտում մտնում է հաստատուն երջանկությունը վայելելու ժամանակահատված։ Այն խոյերը, ովքեր որտեղ ամուսնացած չեն, իրենք հնարավորություն կունենան իրենց անձնական ոլորտում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հետագայում հնարավորություն լինի անձնական հարաբերություններ ունենալ, լինի ամուսնություն, լինի ամուսնության առաջարկություն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի ֆինանսական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի խոյեր, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս, որ որոշակի խնդիրներ կան, բայց այդ խնդիրները ժամանակավոր են։ Հնարավոր է աշխատանքի հետ կապված պարտություններ, աշխատավարձի հետ կապված խնդիրներ, կամ ինչ-որ մեծ հույսեր ունեք, որ այդ աշխատանքը կկատարվի, կիրագործվի, բայց այսօր ցույց է տալիս, որ սիրելի խոյեր, հունիս ամիսը որոշակի դատար կա ձեր ֆինանսական ոլորտում։ Կարող է ինչ-որ խնդիրներ լինի, ինչ-որ պրոբլեմներ լինի, որը արգելափակեն ձեր ֆինանսական առաջխաղացումը, բայց դա չի նշանակում, որ մեծ պրոբլեմներ և պարտություններ կլինի, դա ժամանակավոր դատար է, որից հետո հնարավոր կլինի ավելի մեծ ուժերով, ավելի աշխույժ ձեր ֆինանսական ոլորտում առաջխաղացում ունենալ։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի առողջական ոլորտում 2025 թվականի 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի խոյեր, ձեր առողջական ոլորտում խնդիրներ չկա, պրոբլեմներ չկա, եթե նույնիսկ կան առողջական խնդիրներ, դա ոտի վրա անցնում եք, ապաքինում է ցույց տալիս, եթե նույնիսկ կա առողջական խնդիրներ, դուք այդ առողջական խնդիրներից դուրս եք գալիս, ապաքինված առու եք։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի խոյեր, 2025 թվականի հունիս ամսին։ Այո, սիրելի խոյեր, ձեր երազանքները 2025 թվականի հունիս ամսին կկատարվի։ Հատկապես երազանքները և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, ինչ նպատակ, ինչ երազանք որ ունեք, սիրելի խոյեր, ձեր երազանքը, ձեր նպատակը կկատարվի։
Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի հունիս ամսին ցուլ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուլերի անձնական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի ցուլեր, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս ինչ նպատակ որ երազանք ունեք, ձեր այդ նպատակն ու երազանքը կատարվում է։ Ամուսնություն, ամուսնության առաջարկություն, երեխայի ծնունդ, երեխայի ամուսնություն, ինչ նպատակ որ ունեք, սիրելի ցուլեր, ձեր այդ նպատակները, երազանքները, ինչ որ ներդրել եք, որ պետք է հունիս ամսին լինի, դուք այդ երազանքների նպատակներին ոչ թե 100%, այլ 300-400%-ով հասնելու եք։ Բացի դրանից, սիրելի ցուլեր, ձեր անձնական ոլորտում այն ցուլերը, ովքեր որ ամուսնացած չեն, ձեր կյանքի մեջ կմտնի այնպիսի անձնավորություն, որի հետ դուք հետագայում երկար ապրելու հնարավորություն կունենաք, կլինի ամուսնության առաջարկություն, կլինի համատեղ ապրելու հնարավորություն։ Գիտեք ինչ, սիրելի ցուլեր, ցույց է տալիս, որ 2025 թվականի հունիս ամիսը ձեր անձնական ոլորտում հաջողության ժամանակահատված է, երկար սպասված հաջողության ժամանակահատված է։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուլերի ֆինանսական ոլորտում 2025 թվականի հունիս ամսին։ Սիրելի ցուլեր, ձեր ֆինանսական ոլորտում նույնպես հաղթանակներ է, հաջողություն, երջանկություն, հնարավորություններ, նոր ճանապարհներ, նոր ձեռքբերումներ։ Այն ցուլերը, ովքեր որ ինչ-որ համակարգի մեջ են աշխատում, դա ոստիկանություն է, բժշկական հիմնարկություն է, մաքսային հիմնածառայություն է, որտեղ դուք ինչ-որ համակարգի մեջ եք աշխատում, սիրելի ցուլեր, ցույց է տալիս պաշտոնի բարձրացում, ցույց է տալիս աշխատավարձի բարձրացում, նաև այն ցուլերը, ովքեր որ համակարգի մեջ չեն աշխատում, հնարավոր է իրենց սեփական աշխատանքը ունենալու հնարավորություն ունենան, իրենց սեփական հոբին դարձնեն աշխատանքային բիզնես եւ ֆինանսական դիվիդենդներ ստանան։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի առողջական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի ցուլեր, ձեր առողջական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, գետե նույնիսկ առողջական խնդիրներ կա, այդ առողջական խնդիրները լուծվում են, առողջացում, լավացում է ցույց տալիս։ Գիտեք ինչ, նույնիսկ եթե շատ վտանգավոր ինչ-որ ախտորոշում է եղել, եթե դուք դիմեք ուրիշ բուժ հիմնարկության, հնարավոր է այդ ախտորոշումը ամբողջովին ստվի, առողջացում է ցույց տալիս։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի ցուլեր, 2025 թվականի հունիս ամսին։ Այո, սիրելի ցուլեր, ինչ երազանք նպատակ որ ունեք, դա կկատարվի։ Աստված ցույց է տալիս ամուսնություն, ամուսնության առաջարկություն, հատկապես ձեր անձնական ոլորտում ինչ երազանք նպատակ որ ունեք, դա կատարվելու է։ Նաև հնարավոր է երեխայի ծնունդ, երեխայի ամուսնություն։ Ընդհանրապես, սիրելի ցուլեր, ցույց է տալիս, որ 2025 թվականի հունիս ամիսը ձեզ համար լինելու է հաջողություն հասնելու լավ նոր ձեռքբերումների ժամանակահատված։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի հունիս ամսին երկվորյակ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի երկվորյակներին։
Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի եղբորյակների անձնական ոլորտում 2025 թվականի հունիս ամսին։ Սիրելի եղբորյակներ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, երջանկություն, սեր, միություն, ամուսնության առաջարկություն, պսակադրություն, նույնիսկ եթե այն եղբորյակները, ովքեր որ երկար ժամանակ չեն կարողանում իրենց կյանքի մեջ զուգընկեր գտնել, դուք հունիս ամսին հնարավորություն կունենաք այդ զուգընկերը գտնել։ Գիտեք ինչ, նաև այն եղբորյակները, ովքեր որ երկար ժամանակ հեռու էին, շփվում են մենակ ինտերնետով, հեռավորության վրա են, հնարավոր է իրենց հարաբերությունները ավելի հեռավար հարաբերությունը դառնա ավելի մարդկային, հանդիպում լինի, ընտանիքի միացում լինի։ Գիտեք ինչ, սիրելի եղբորյակներ, հունիս ամիսը ձեր անձնական ոլորտում մեծ ձեռքբերումների ժամանակահատված է, մեծ երազանքների ժամանակահատված է։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի եղբորյակների ֆինանսական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի եղբորյակներ, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս որոշակի դժվարություն, որոշակի խնդիրներ, որոշակի ինտրիգաներ, հնարավոր է այն եղբորյակները, ովքեր որ ինչ-որ կոլեկտիվի մեջ են աշխատում, հնարավոր է տարօրինակ խնդիրներ եւ ինտրիգաներ, բայց դուք այդ ինտրիգաներից դուրս կգաք հաղթանակով։ Նաեւ այն եղբորյակները, ովքեր որ գիտեք ինչ, ցանկանում են իրենց աշխատանքով զբաղվել, իրենց բիզնեսը ունենալ, հնարավոր է ցանկանում են պետական ֆինանսական տրների ինչ-որ գործակներ կնքել, ցույց է տալիս, որ հունիս ամիսը որոշակի խնդիրներ եւ բարդություններ կլինի, բայց ոչ մեծ խնդիրներ եւ բարդություններ։ Ուղղակի հնարավոր է կարող է որոշակի ժամանակահատված ցկցկվի, հետագայում նոր այդ ձեր կատարված գործողությունները իրականանան։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի եղբորյակների առողջական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը, սիրելի եղբորյակներ, ձեր առողջական ոլորտում առողջացում, լավացում, եթե նույնիսկ կա բարդություններ, կա առողջական խնդիրներ, ցույց է տալիս, որ կլինի առողջացում ապակինում։ Նույնիսկ սիրելի եղբորյակներ, հնարավոր է եթե կա նույնիսկ առողջական խնդիրներ, դուք ցանկանում եք ձեր երկրից, ձեր տարածքից դուրս գաք, որպեսզի ձեր բուժման պրոցեդուրաները արտասահմանյան, արտերկրում անցկացնեք, հնարավոր է նաև դա լինի։ Կկատարվի այսօր ձեր երազանքները, սիրելի եղբորյակներ, 2025 թվականի հունիս ամսին։ Այո, սիրելի եղբորյակներ, ձեր երազանքները, ձեր կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ դա կկատարվի եւ անձնական, եւ գործնական, եւ առողջական ոլորտում։ Այո, ցույց է տալիս, որ հունիս ամիսը ձեզ համար լինելու է զարգացման, երջանկություն ստանալու, առաջ խաղալու, առաջ գնալու ժամանակահատված։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի հունիս ամսին խեցգետին համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խեցգետինների անձնական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի խեցգետիններ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս որոշակի բարդություն, որոշակի տարաձայնություն։ Գիտեք ինչ, հնարավոր է այն խեցգետինները, ովքեր որ ամուսնացած չեն, դեռ նոր ինչ-որ սիրային հարաբերությունների մեջ են, բայց ցույց է տալիս, որ հնարավոր է ինչ-որ հիասթափություն լինի ձեր այդ հարաբերությունից։ Իսկ այն խեցգետիններն, ովքեր որ ամուսնացած են, ձեր տան մեջ հնարավոր է անձնական խնդիրներ լինի, բարդություններ լինի։ Խորհուրդ եմ տալիս 2025 թվականի
հունիս ամիսը սիրելի խեսգետիններ եղեք խելացի մի գնացեք ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակների որպեսզի մեծ բարդությունների առաջ չկանգնեք որպեսզի չլինի բաժանություն իսկ եթե խելացի լինեք իմաստուն լինեք հնարավոր է որ այդ պրոբլեմը այդ բարդույթը դուք կարողանաք հաղթահարել դուրս գալ ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խեսգետինների ֆինանսական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը սիրելի խեսգետիններ ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս որոշակի վախեր ինչ-որ մտածմունքներ ունեք, ինչ-որ գործողություն կատարել, ինչ-որ աշխատանքի գնալ, դուք վախենում եք։ Գիտեք ինչ, հնարավոր է եւ աշխատանքի առաջարկություն է լինում, դուք վախենում եք այդ պատասխանատվությունը ձեր վրա վերցնել։ Նաեւ ցույց է տալիս հնարավոր է, որ դուք աշխատում եք, ձեր կյանքի մեջ հնարավոր է աշխատանքի մեջ պաշտոնի բարձրացում լինի, պատասխանատվության բարձրացում լինի, դուք վախենում եք այդ պատասխանատվության տակ մտնեք։ Գիտեք ինչ, սիրելի խեսգետիններ, եթե վախենաք առաջ չեք գնա, որպեսզի ֆինանսական աճ լինի, հաջողություն լինի, դուք պետք է շարժվեք, դուք պետք է առաջ գնաք։ Հունիս ամիսը ձեզ համար լինելու է տարօրինակ ժամանակահատված։ Խորհուրդ եմ տալիս մի փակվեք, մի հիասթափվեք, մի վախեցեք, առաջարկություններ եթե կլինեն այդ առաջարկությունները ընդունեք, որովհետև հետագայում առաջ գնալու ժամանակահատված կլինի, զարգանալու ժամանակահատված կլինի։ Նաև հնարավոր է կան խեսգետիններ, ովքեր որ պետական դռների, ֆինանսական իրավական դռների հետ կապված ինչ-որ խնդիրների, պրոբլեմների առաջ կկանգնեն, որը ինչ-որ ձևով կխոչընդոտի ձեր ֆինանսական առաջխաղացումը, բայց դա շատ ժամանակավոր կլինի, սիրելի խեսգետիններ։ Ինչպիսի իրավիճակ է մեր խեսգետինների առողջական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի խեսգետիններ, ձեր առողջական ոլորտում ցույց է տալիս, եթե նույնիսկ առողջական խնդիրներ դուք ոդի վրա եք անցկացնելու։ Նաև ցույց է տալիս, որ հնարավոր է վատ ախտորոշում, ոչ ճիշտ ախտորոշում։ Հնարավոր է, եթե դուք այդ ախտորոշմանը լսեք ու գումարները քամուն տակ, դա սխալ կլինի, դուք ձեր գումարները կկորցնեք։ Եթե նույնիսկ լինի ախտորոշում, խորհուրդ եմ տալիս, միայն մի կախվեք այդ բուժ հիմնարկությունից, ձեր անալիզները, ձեր թղթերը ուղարկեք նաև ուրիշ բուժ հիմնարկություն, որպեսզի ձեր ախտորոշումը ավելի ստույգ լինի, ավելի ճիշտ լինի, որպեսզի անտեղի ֆինանսների կորուստ չունենաք, ձեր ոչ ճիշտ հիվանդությունը բուժելու վրա այդ գումարը անտեղի չծախսեք։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի խեսգետիններ, 2025 թվականի հունիս ամիսը։ Գիտեք ինչ, սիրելի խեսգետիններ, ցույց է տալիս, որ տարօրինակ վախերով լցված ժամանակահատված է։ Եթե դուք ռիսկի չգնաք, եթե դուք վախենաք, ոչ մի երազանք էլ չի կատարվի։ Իսկ եթե դուք վախերը հաղթահարեք, դռները թակեք, ձեր դեմ բոլոր ճանապարհներն ու հնարավորությունները կբացվեն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի հունիս ամսին կույս համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի անձնական ոլորտում։ Չէ, կույսերը չէ, պետք է նայենք այրուսներին։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի հունիս ամսին այրուց համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է սպասվում մեր սիրելի այրուզների անձնական ոլորտում 2025 թվականի հունիս ամսին։ Սիրելի այրուզներ, ձեր անձնական ոլորտում հաջողություն,
հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում, ընտանիքի միացում, սիրող զույգերի միացում, ամուսնության առաջարկություն, ամուսնադրություն, նշանադրություն, պսակադրություն, երեխայի ծնունդ, գիտեք ինչ սիրելի այրուզներ, ինչ նպատակ երազանք որ ունեք դրանք կատարվում են, այն այրուզները ովքեր որ ամուսնացած չեն սիրելի այրուզներ, ուշադիր եղեք, այդ ժամանակահատվածում ձեր կյանքի մեջ մտնում է այնպիսի ազնվորություն, որի հետ դուք հետագայում երջանիկ ընտանիք կազմելու հնարավորություն եք ունենալու։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այրուզների ֆինանսական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի այրուզներ, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, հաղթանակներ, գումարներ, աշխատանք, աշխատանքի առաջարկություն, սեփական բիզնեսը, սեփական աշխատանքը իրագործելու ծրագրավորելու հնարավորություն, հնարավոր է բանկային իրավական քաշքշուկի մեջ հաղթանակ, ֆինանսական բանկային քաշքշուկի մեջ հաղթանակ, հնարավոր է ժառանգություն ստանալ, գիտեք ինչ, որովհետև մեծ գումար է ցույց տալիս, նույնիսկ այնպիսի իրավիճակ է, որ հնարավոր է նվիրատվություն, հնարավոր է ինչ-որ բան շահեք, ինչ-որ բան գտնեք, բայց մեծ ֆինանսական հոսքեր է մտնում ձեր ֆինանսական կյանքի մեջ սիրելի այրուզներ։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այրուզների առողջական ոլորտում։ Սիրելի այրուզներ, ձեր առողջական ոլորտում ցույց է տալիս կա առողջական խնդիրներ, բայց ոչ մեծ բարդություններով։ Հնարավոր է դուք դա ոտքի վրա էլ տանեք, հնարավոր է թեթևակի հարբուխ, թեթևակի զարկերակային ճնշումի բարձրացում, որի համար դուք չեք դիմելու բուժհիմնարկություն։ Իսկ այն այրուզները, ովքեր որ հենց բուժհիմնարկության հետ կապված խնդիրներ ունեն, պրոբլեմներ ունեն, իրենց մոտ ցույց է տալիս լավացում, ցույց է տալիս առողջացում։ Կկատարվի այսօր ձեր երազանքը, սիրելի այրուզներ 2025 թվականի հունիս ամսին։ Այո, սիրելի այրուզներ, ձեր երազանքը կկատարվի բոլոր ոլորտներում, եւ ֆինանսական, եւ անձնական, եւ գործնական, ամուսնություն կլինի սիրելի այրուզներ, հունիս ամիսը, ովքեր որ երկար ժամանակ սպասում են ամուսնություն եւ ամուսնության առաջարկություն կլինի։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի հունիս ամսին կույս համաստեղության տակ ծնված մարդկանց։ Սիրելի կույսեր, ձեր անձնական ոլորտում կա որոշակի խնդիրներ, կա բարդություններ, կա դժվարություններ, ուղղակի դուք եթե լինեք խելացի, լինեք իմաստուն, այդ բարդություններն ու դժվարությունները ոչ թե բացասական վերջնական արդյունք կունենան, այլ դրական լուծում կունենան։ Նաև մեր սիրելի կույսերի մոտ ցույց է տալիս, որ անձնական ոլորտում կլինի հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակահատված է պետք, որոշակի ժամանակահատված, որոշակի էներգիայի ներդրում։ Գիտեք ինչ, սիրելի կույսեր, այն կույսերն ովքեր որ ամուսնացած չեն, այս ամսվա ժամանակահատվածում ձեր կյանքի մեջ կմտնի այնպիսի անձնավորություն, ճիշտ է անմիջապես ամուսնություն չի լինի, ամուսնության առաջարկություն չի լինի, բայց դուք այդ մարդու հետ հետագայում ընտանիք կազմելու հնարավորություն կունենաք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի ֆինանսական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի կույսեր, ձեր ֆինանսական ոլորտում տարօրինակ ձևով առաջխաղացում է ցույց տալիս։ Դուք նույնիսկ չեք սպասում, բայց դիեզերքը անընդհատ ձեզ անակնկալներ է բերելու։ Ֆինանսական հոսքեր, աշխատանքի առաջարկություն, աշխատավարձի բարձրացում, նույնիսկ կան կույսերը, ովքեր որ
տարօրինակ ձևով հիասթափված էին, իրենց թվում է թե ֆինանսական հարցերը չի լուծվի, աշխատանք չեն ունենա, աշխատավարձը չի լինի, չէ, սիրելի կույսեր, ցույց է տալիս, որ աստվածային ուժերի կամքով, տիեզերական ուժերի կամքով ձեր ֆինանսական ոլորտի քնած վիճակից դուք դուրս կուգաք, արթնացում կլինի, հաջողություն կլինի։ Նաև սիրելի կույսեր, հնարավոր է ֆինանսական ներդրումներ լինի, չսպասված ֆինանսական ներդրումներ, ժառանգություն, շահեք, կտնեք, նվիրեք, նվիրատվություն, բայց կլինի չսպասված ֆինանսական հոսքեր։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի առողջական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի կույսեր, ձեր առողջական ոլորտում չկա խնդիրներ, չկա բարդություններ, եթե նույնիսկ կա խնդիր, կա բար, եթե նույնիսկ դուք կոմայի մեջ եք, սիրելի կույսեր, դուք կոմայից արթնանալու եք։ Հունիս ամիսը ձեզ համար լինելու է առողջական ոլորտում հրաշքի ժամանակահատված։ Դուք ինչ-որ ձևով հրաշք եք տեսնելու, հնարավոր է ախտորոշումը ավելի լավ առողջական, ավելի լավ ախտորոշում լինի, ավելի դրական, հնարավոր է արագ շուտապուտ ապաքինման ժամանակահատված։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի կույսեր, 2025 թվականի հունիս ամսին, այո, ձեր երազանքները կկատարվեն, հատկապես ֆինանսական ոլորտում, այն կույսերը, ովքեր որ երկար ժամանակ սպասում էին աշխատանքի, սպասում էին ֆինանսական հոսքերի, դրանք կլինեն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի հունիս ամսին կշեր կամաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կշերտների անձնական ոլորտում 2025 թվականի հուլիս ամսին։ Սիրելի կշերտներ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում։ Ինչ երազանք, ինչ նպատակ որ ունեք, սիրելի կշերտներ, ձեր երազանքները, նպատակները կատարվում են։ Հնարավոր է ձեր ամուսնություն, հնարավոր է ձեր երեխայի ամուսնություն, հնարավոր է ձեր կյանքի մեջ մտնի այնպիսի անձնավորություն, որի հետագայում կլինի համատեղ կյանք, կլինի օջախ, ընտանիք ստեղծելու հնարավորություն։ Գիտեք ինչ, սիրելի կշերտներ, ձեզ համար հունիս ամիսը լինելու է յուրահատուկ անձնական հաջողության եւ երջանկության ժամանակահատված։ Նույնիսկ մարդիկ կային, ովքեր որ երկար ժամանակ սպասում էին իրենց ասպետին, իրենց ասպետը կգա, սա եւ կանանց է վերաբերվում եւ տղամարդկանց։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կշերտների ֆինանսական ոլորտում 2025 թվականի հունիս ամսին։ Սիրելի կշերտներ, ձեր ֆինանսական ոլորտում նույնպես հաջողություն է, հաղթանակներ, նոր ձեռքբերումներ, նոր աշխատանք, նոր պաշտոն, ձեր սեփական բիզնեսը, սեփական գործունեությունը հիմնելու հնարավորություն։ Նաև սիրելի կշերտներ, հնարավոր է երկու մարդկանց, ովքեր որ իրար հետ են աշխատում, ամուսնություն, համատեղ աշխատանքը դառնա նաև համատեղ ամուսնության հնարավորություն։ Հնարավոր է մեր սիրելի կշերտների ում ծնողները որ իրար հետ են աշխատում, հնարավոր է ծնողները իրենց համատեղ աշխատանքը նաև հիմնավորեն իրենց երեխաների ամուսնության։ Սիրելի կշերտներ, հաջողություն է, հաղթանակներ է, երազանքների նպատակների կատարում է։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կշերտների առողջական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի կշերտներ, ձեր առողջական ոլորտում հաջողություն, առողջացում, լավացում, ապաքինում, եթե նույնիսկ կա առողջական խնդիրներ, դրանք թեթև են, դուք չեք դիմի բժշկի, չեք գնա բուժ
հիմնարկություն, հնարավոր է երեխայի ծնունդ, այն կշերտներն ովքեր որ հղի են, հղիության մեջ են, հնարավոր է երեխայի ծնունդ, նաև հնարավոր է այն կշերտները, որ երկար ժամանակ սպասում են բեղմնավորման, ցույց է տալիս, որ իրենք այդ բեղմնավորման լուրը կստանան։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կշերտների երազանքների ոլորտում։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի կշերտներ, այո, սիրելի կշերտներ, ինչ երազանք որ ունեք, ֆինանսական ոլորտում, անձնական ոլորտում, այո, ինչ երազանքներ որ ունեք, դրանք կկատարվեն։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի հունիս ամսին կարիչ համաստեղության դարձված մարդկանց։ Տեսնենք ինչ է սպասում տիեզերքը մեր սիրելի կարիճներին։ Մեր սիրելի կարիճների անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում, նաև հնարավոր է ֆինանսական հոսքեր, գիտեք ինչ սիրելի կարիճներ, հնարավոր է ձեր անձնական ոլորտում ինչ-որ պրոբլեմներ կա, ինչ-որ դժվարություններ կա, կախված ֆինանսական խնդիրների հետ, ֆինանսական պրոբլեմների հետ, ցույց է տալիս, որ սիրելի կարիճներ, 2025 թվականի հունիս ամիսը այդ տարաձայնությունները կախված ֆինանսական դժվարություններից դա կանցնի, որովհետև ձեր կյանքի մեջ մտնում են մեծ ֆինանսական հոսքեր։ Այն կարիճները, ովքեր որ խնդիրներ ունեն, պրոբլեմներ ունեն իրենց անձնական ոլորտում, հնարավոր է այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատում։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների ֆինանսական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի կարիճներ, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս հաղթանակներ։ Գիտեք ինչ սիրելի կարիճներ, եւ անձնական, եւ ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաղթանակներ։ Ցույց է տալիս, որ ձեր խնդիրները, պրոբլեմները ձեր անձնական ոլորտում դա հիմնականում կապված է ֆինանսական դժվարություններից եւ հունիս ամիսը սիրելի կարիճներ դուք հնարավորություն կունենաք տիեզերքի կամքով եւ անձնական պրոբլեմից ձերբազատվել եւ ֆինանսական դժվարություններից ազատվել, ֆինանսական պրոբլեմներից դուրս գալ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների առողջական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի կարիճներ, չկա առողջական խնդիր, չկա պարտություն, ընդհակառակը, եթե նույնիսկ կա առողջական պրոբլեմներ, դուք այդ պրոբլեմները հաղթահարում եք, դուրս եք գալիս։ Հնարավոր է երկար ժամանակ չեք կարողանում ձեր տարածքից դուրս գալ, բուժում ստանաք, այստեղ ցույց է տալիս, որ հնարավոր է երկրից դուրս գաք, տարածքից դուրս գաք եւ համապատասխան լավ բուժում ստանաք եւ ինքնըստինքյան կլինի նաեւ առողջացում։ Կկատարվի արդյոք մեր սիրելի կարիճների երազանքը 2025 թվականի հունիս ամսին։ Այո, սիրելի կարիճներ, ձեր երազանքը կկատարվի եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում հնարավոր է սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունենաք, նաեւ հնարավոր է ամուսնության առաջարկություն այն կարիճները, ովքեր որ ամուսնացած չեն, ամուսնության առաջարկություն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի հունիս ամսին այդ աղնավոր համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի աղնավորների անձնական ոլորտում։
Սիրելի աղեղնավորներ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում, ամուսնություն, ձեր երեխայի ամուսնություն, գիտեք ինչ, ամուսնության առաջարկություն, պսակադրություն, ձեր սիրած մարդու հետ հանդիպում, ձեր ընտրած մարդու հետ առաջխաղացում, ընդհանրապես սիրելի աղեղնավորներ, ձեր անձնական ոլորտում հուլիս ամիսը բերելու է երջանկություն, բերելու է հաջողություն, ինչ նպատակ որ կա ձեր անձնական ոլորտում, ձեր այդ նպատակները կատարվում են։ Եթե նույնիսկ կա պրոբլեմներ, սիրելի աղեղնավորներ, ձեր ընտանիքի մեջ, ձեր անձնական կյանքի մեջ, ցույց է տալիս, որ հունիս ամիսը այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից դուք ձերբազատվելու եք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի աղեղնավորների ֆինանսական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Սիրելի աղեղնավորներ, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Այն աղեղնավորները, ովքեր որ աշխատանքի հետ կապված ունեն պրոբլեմներ, հնարավոր է աշխատանքի առաջարկություն, նաև հնարավոր է որոշակի ձևով աշխատավարձի բարձրացում, երկար սպասված աշխատավարձի բարձրացում։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի աղեղնավորների առողջական ոլորտում, առողջացում, լավացում, ապաքինում, բուժ հիմնարկից դուրս գալ, գիտեք ինչ, եթե նույնիսկ մեր սիրելի աղեղնավորները ունեն առողջական խնդիրներ եւ պրոբլեմներ, ցույց է տալիս, որ իրենք այդ առողջական խնդիրից, պրոբլեմից դուրս եք գալիս, ստդվում է շատ դեպքերում, շատ դիագնոստիկաներ, սիրելի աղեղնավորներ։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը 2025 թվականի հունիս ամսին։ Այո, սիրելի աղեղնավորներ, ձեր երազանքը 2025 թվականի հունիս ամսին կկատարվի։ Ձեր երազանքը եւ անձնական ոլորտում հնարավոր է ձեր սեփական տունը ունենաք, հնարավոր է ամուսնություն, հնարավոր է երեխայի ծնունդ, հնարավոր է ձեր սեփական բիզնեսը եւ գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունենաք։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի հունիս ամսին այծելջուր համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի այծելջուրներին։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծելջուրների անձնական ոլորտում։ Սիրելի այծելջուրներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, երջանկություն, ամուսնություն, պսակադրություն, ձեր երեխաների ամուսնությունը, ձեր երեխաների պսակադրությունը, դուք դառնաք պապիկ, դառնաք տատիկ, ձեր սոցիալական վիճակը, սոցիալական կարգավիճակը փոխվի, հնարավոր է դառնաք հայրիկ, մայրիկ, ծնող դառնաք կամ տատիկ, պապիկ։ Գիտեք ինչ, սիրելի այծելջուրներ, ցույց է տալիս, որ հունիս ամիսը ձեզ համար հաջողության ժամանակահատված է լինելու։ Հնարավոր է երկար ժամանակ չեք կարողանում երկրից դուրս գալ, ընտանիքով, հնարավոր է եւ ընտանիքը իրարից հեռու է, լինելու է միացում, լինելու է հնարավորություն երկրից դուրս գալ, հնարավոր է նաեւ ձեր սեփական տունը ունենաք, ձեր սեփական օջախը ունենալու հնարավորություն լինի։ Սիրելի այծելջուրներ, գիտեք ինչ, տիեզերքը ցույց է տալիս, որ հունիս ամիսը ձեզ համար ոնց որ հրաշքների ժամանակահատված է, ոնց որ Ալիսա в стране чудес, դուք այդ ժամանակահատվածը անցնելու եք անընդհատ հրաշք է լինելու եւ ձեր հետ կապված, եւ ձեր հարազատների, եւ ձեր երեխաների հետ կապված։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այծելջուրների ֆինանսական ոլորտում։ Գիտեք ինչ, սիրելի այծելջուրներ, հունիս ամիսը ընդհանրապես ձեր համար լինելու է հաջողության ժամանակահատված։
եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում նոր ձեռքբերումներ, նոր հնարավորություններ, նոր աշխատանք, նոր պաշտոնի առաջարկություն, նոր աշխատավարձի բարձրացում, ձեր սեփական բիզնեսով զբաղվելու հնարավորություն։ Գիտեք ինչ, մեծ ուժ ու լիցք է մտնելու ձեր կյանքի մեջ, սիրելի այցերջուրներ, եւ անձնական, եւ գործնական ոլորտում։ Դուք ձեզ զգալու եք ոնց որ թակավոր, որովհետև նման լիցքեր է լինելու, հաջողության լիցքեր է մտնելու ձեր եւ ֆինանսական եւ անձնական ոլորտում։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այցերջուրների առողջական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Գիտեք ինչ, սիրելի այցերջուրներ, հնարավոր է որոշակի առողջական խնդիրներ, որոնք դուք շատ հեշտությամբ դուս եք գալիս։ Ապակինումը հնարավոր է նույնիսկ ոտքի վրա լինի, հասկացաք սիրելի այցերջուրներ։ Կատարվի արդյոք ձեր երազանքը 2025 թվականի հունիս ամսին։ Այո, սիրելի այցերջուրներ, ինչ երազանք նպատակ ունեք կկատարվի։ Դա եւ ձեր անձնական ոլորտին է վերաբերվում, եւ ձեր ֆինանսական ոլորտին, եւ ձեր առողջացման ոլորտին։ Այն այցերջուրները, ովքեր որ ամուսնացած չեն, հնարավոր է ամուսնություն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի հունիս ամսին։ Չորս համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի չորսների անձնական ոլորտում։ Սիրելի չորսներ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս տարօրինակ խնդիրներ, տարօրինակ խնդիրներ, բայց դա հիմնականում ոչ թե ձեր անձնական ոլորտի հետ է կապված, այլ ձեր ֆինանսական խնդիրների հետ է կապված։ Հնարավոր է ինչ-որ մի աշխատանքի ոլորտի, ինչ-որ մի ծրագրի վրա չեք կենտրոնացնում ձեր մտքերը, հնարավոր է նաև այդքան ձեր անձնականին ուշադրություն չեք դարձնում, ինչքան ուշադրություն եք դարձնում ձեր աշխատանքին, ձեր մասնագիտականին, դրա պատճառով հնարավոր է որոշակի տարաձայնություններ լինի ձեր անձնական ոլորտում։ Տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի չորսների ֆինանսական ոլորտում։ Սիրելի չորսներ, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս ձեր երազանքների նպատակների կատարում, այսինքն ցույց է տալիս նաև այն էներգետիկան, այն ժամանակը, ուժը, որ դուք ինչ-որ ձևով ձեր ընտանիքի, ձեր սիրեցյալից խլում եք, ներդնում եք ձեր աշխատանքային, մասնագիտական ոլորտում, դա արտարանալու է եւ կրկնակի երջանկություն է բերելու, հաջողություն է լինելու եւ ֆինանսական ոլորտում, նաեւ հաջողություն է ունենալու անձնական ոլորտում։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի չորսների առողջական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը։ Չկա առողջական խնդիրներ, հնարավոր է երեխայի ծնունդ, հնարավոր է, եթե երեխան ուներ առողջական խնդիրներ, ապաքինում, հնարավոր է բեղմնավորում, երկար սպասված բեղմնավորում, ոչ մի առողջական խնդիր է, պրոբլեմ չկա։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի չորսներ 2025 թվականի հունիս ամսին։ Այո, սիրելի չորսներ, ձեր երազանքը կկատարվի, գիտեք ինչ, Աստծո աճը, նախախնամության աճը ձեր վրա է, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրել եք, ձեր այդ երազանքը նպատակը կատարվելու է 120%-ով։ Ինչպիսի իրավիճակ է, ինչ է սպասում 2025 թվականի հունիս ամսին ծնկներ համաստեղության տակ ծնված մարդկանց մոտ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի ծնկներին։ Սիրելի ծնկներ, կան խնդիրներ ձեր կյանքի մեջ, ցույց տվեց, որ կա պրոբլեմներ, սիրելի ծնկներ,
ուշադիր եղեք, գիտեք ինչ է ցույց տալիս, սիրելի ծնկներ, ուշադիր եղեք ձեր կյանքին, ձեր ընտանիքին, ձեր ֆինանսականին, որովհետև հնարավոր է տարօրինակ սխալ քայլ կատարեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում խնդիրներ լինի, գիտեք ինչ սիրելի ծնկներ, ցույց է տալիս, որ ճիշտ է կարող է լինի որոշակի դժվարություններ ձեր անձնական, ձեր ֆինանսական կյանքի մեջ, բայց դա շատ ժամանակավոր է։ Աստված ցույց է տալիս, որ դուք որպեսզի այս իրավիճակից կարողանաք հաղթանակով դուրս գաք, սիրելի ծնկներ, շատ բարիմիտ եղեք, որովհետև Աստված ցույց է տալիս, որ ծնկները իրենք բոլորին նվիրված են, բացի իրենից։ Աստված ցույց է տալիս, որ մեր սիրելի ծնկները, որպեսզի խնդիրներ, խնդիրներ չունենան, պետք է մտածեն հիմնականում այս ժամանակահատվածում իրենց մասին, իրենց երազանքների, նպատակների մասին, իրենց ընտանիքի, իրենց ծնողների մասին, որպեսզի սխալ գործողություններ, սխալ իրավիճակների առաջ չկանգնեն։ Այն ծնկները, ովքեր որ ամուսնացած չեն, հնարավոր է հունիս ամիսը, գիտեք ինչպիսի իրավիճակ, սիրելի ծնկներ, ունեք ինչ-որ ընկերական հարաբերություններ, բայց հունիս ամիսը ձեր աչքերը բացվելու է, դուք զգալու եք, որ այդ ազնվորությունը, ում հետ փորձում եք ձեր կյանքը դասավորել, այդ ազնվորությունը ձեզ հարմար չէ։ Այն ծնկները, ովքեր որ ամուսնացած են, իրենք կխուսափեն այս տարօրինակ իրավիճակներից, եթե իրենք իրենց ուշադրությունը դարձնեն իրենց սեփական ընտանիքին, իրենց կնոջը, իրենց ամուսնուն, իրենց երեխաներին եւ նման դեպքում այդ խնդիրներից, խնդիրներից կձերբազատվեն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների առողջական ոլորտում 2025 թվականի հունիս ամիսը, գիտեք ինչ սիրելի ծնկներ, չկա առողջական խնդիրներ, չկա առողջական խնդրեմ, կա լավացում, կա ապաքինում, կա առողջացում, եթե նույնիսկ կա առողջական խնդիրներ, դուք այդ խնդիրները հաղթանակով դուրս եք գալիս։ Կկատարվի այսօք ձեր երազանքը, սիրելի ծնկներ, 2025 թվականի հունիս ամսին, այո, սիրելի ծնկներ, ձեր դեմ ճանապարհներ կբացվի, ձեր դեմ հնարավորություններ կբացվի, նույնիսկ դուք այն խնդիրները, որ կարող է լինել ձեր անձնական կյանքի մեջ, դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս, այդ խնդիրներից ձերբազատվում եք։ Հնարավոր է այն ծնկները, որ երկար ժամանակ ցանկանում են տեղափոխվել, այդ տեղափոխությունը լինի։ Տարածքից, երկրից երկիր, օվկիանոս կտրել, երկրից երկիր տեղափոխվելու հնարավորություն լինի։ Ահա թե ինչ է սպասում 2025 թվականի հունիս ամսին կենտանակերպի յուրաքանչյուր նշանի համար։ Այսքանը սիրելիներս, իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, դիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Այսքանը, հաջողություն, ցտեսություն։